Տերն ասում է, կանչիր ինձ, ես կպատասխանեմ։ Բա խոստում չի, ու դու գնաս տիրոջ առաջ ու կանչես նրան, Տերն էլ հա լսում եմ։ Ու պատասխանի քեզ։ Այնպես որ համարձակ եղի։ Վազի տիրոջ մոտ։ Քո իրավիճակների մեջ, դժվարությունների մեջ, քո անցած խնդիրների հետ կապված, քո ներկա իրավիճակների հետ կապված, դու տեղ ունես գնալու։ Եվ այդտեղ Աստծո երեսի առաջը, եւ Տերն ասում է, կանչիր ու ես կպատասխանեմ։ Կգամ քո իրավիճակի մեջ, կբերեմ լուծում, կբերեմ բժշկություն։ Ամեն։ Եվ ես կպատասխանեմ քեզ։ Սաղմոս 34:17-ը։ Խոսքը ասում է, արդարները կանչեցին եւ Տերը լսեց ու նրանց ազատեց ինձ բոլոր նեղություններից։ Արդար մենք չեն, որ մենք արդար ենք, կամ ինչ որ երկրի վրա մեկը կա արդար։ Արդարները նրանք են, ովքեր ում որ Աստված արդարացրել։ Իսկ Աստված ամեն հավատացողին իր արյունով մաքրել է ու արդարացրել է։ Եվ այսօր կոչվում են արդարներ են մարդիկ, ովքեր Հիսուսով են արդարացված։ Արդար դու ես կոչվում, որտեղ դու Հիսուսով արդարացար։ Տերը քեզ արդարացրեց։ Եվ այստեղ ասում է, արդարները կանչեցին եւ Տերը լսեց եւ նրանց ազատեց իրենց բոլոր նեղություններից։ Չասես, բացի ու քո նեղության անունն է տալի։ Բացի ես ինչ նեղությունից։ Բոլոր նեղություններից։ Ինը դու եկեք հələ շարքը դիր, էլի նեղություններից շարքը դիր։ Բոլոր շարքը, ամեն անուն Տերը կարա լուծի։ Բայց այնքան կարևոր է գալ Տիրոջ երեսի առաջ։ Կանչել Տիրոջ անունը։ Ինչպես Գաբեսը, որ ուներ անցածից խոցեր։ Եվ նա կարողացավ իր անցածի խոցերի հետ ճիշտ վերաբերվի։ Ոչ թե մնա անցած խոցերի տակ։ Այդպես է, չէ՞, մարդը մի անգամ խոցվում է ու չի կարում տակից դուրս գա։ Վիրավորված, խոցված։ Բայց երբ որ կարողանում է ինքը լուծի անցածի դժվարությունների, խոցերի հարցը, նա ինքը ազատվում է։ Իսկ լուծողը Տերն է։ Հիսուս Քրիստոսը խաչի վրա ցավեր ու տառապանքներ կրեց։ Խոսքը Եսային Մարգարյանում է եւ ասում, որ նա ցավերի տեղյակ եղավ։ Եվ մի այնպիսի, որից պետք էր երես ծածկել, ոչ ոք չէր կարում նայի Տիրոջը այն վիճակին, որ գցել էին Հիսուսին, մարդի ախորժելի տեսք չկար նրա վրա։ Մարդիկ նայում էին ու ծածկում էին իրանց երես, ասում էին, «Էս ինչ օրն են գցել»։ Չէ, մարդկային տեսք չուներ։ Ամբողջ մարմինը պատրված էր եւ դա կատարվեց իմ ու քո համար։ Նա ցավերի տեղյակ եղավ, որ այսօր իմ ու քո ցավին լուծում բերի։ Եվ նա լուծեց հարցերը մեր։ Լուծեց խաչի վրա։ Նա հասկանում է ինձ ու քեզ եւ նա ամենակարող Աստված է։ Նրա զորությունը չի պակասել։ Նա արդեն վճարել է գինը քո ցավերի։ Եվ այսօր ես եւ դու տեղ ունենք վազելու, դա Տիրոջ մոտ է։ Տիրոջ երեսի առաջ, ամենակարող Աստծո առաջ։ Սաղմոս 50:15-ում ասում է, կանչիր ինձ նեղության օրը։ Եվ ես քեզ կազատեմ, եւ դու ինձ կփառավորես։ Նայեք, վերջում ասում է դու ինձ ինչ կանես։ Ուրեմն փառավորի Տիրոջը։ Ամեն։ Դե թող ազատի նոր փառավորեմ։ Թող միշտ փառավորի։ Պողոս ասում է, հալածանք, նեղություն, ինչը, սով, մերկություն, ինչը կարա ինձ բաժանի Աստծո սիրուց։ Ամեն։ Պողոս ասում է, ինչ էլ որ անեմ, նրա փառքի համար անեմ։ Ամեն։ Դրա համար կարևոր է։ Կանչիր Տիրոջը քո նեղության ժամանակ։ Եվ նա կազատի քեզ, որտեղ նրա զորությունը չի պակասել։ Հավատքով կանչիր։ Եկ միշտ Տիրոջ երեսի առաջ, ունեցիր քո այն ծածուկ սենյակը, որտեղ դու կվազես նրա հետ հանդիպելու համար։ Գիտեք ամբողջ խնդիրը որն է, որ մենք չունենք այդ ծածուկ սենյակը։ Կամ էլ ունենք, մեկ-մեկ ենք գնում։ Պատկերացրեք մի վայր, որտեղ քո հարցերի խնդիրը լուծվում է։ Ինչքան ժամանակը մեկ կմտնես այդ վայր։ Որտեղ ամեն օր խնդիր է գա, ամեն օր խնդիր կա։ Հայաստանում ամեն առավոտ աչքերդ բացեցիր 20 հատ խնդրեմ գալիս է քո վրա, որ պիտի լուծվես։ Ամեն առավոտ իր նոր խնդիրներով, այդպես է թե չէ։ Չգիտեմ ամերիկացի մոտ ոնց է,
աշկ է թե եվրոպացիների մոտ ոնց է։ Իրանք աշկերը բացում են, հարց ունեն լուծելու թե չէ։ Չգիտեմ, կարող է ունեն մի հատ երկու հատ։ Մտածեն ինչ պիտի ուտեն, այդ էլ չեն մտածում, ինչ էփեն, գնում են մի տեղ ուտում։ Մենք ունենք հազարատ խնդիր, չէ՞։ Դրա համար մեր սենյակը պիտի լինի, հարցեր լուծելու սենյակը։ Մարդկանց հետ շփվելուց առաջ կարողացի շփվես Աստծո հետ։ Գիտեք, այն որ ով է լսել այս արտահայտությունը, որ այն որ ասում է քնաթաթախա, չխոսացնես կռիվ կանի։ Ասում է քնաթաթախա, կռիվ կանի, չէ՞։ Որ մի քիչ լավ չի զարթնել ասում է։ Ու գիտեք, ամեն առավոտ երբ որ մարդ զարթնում է, մարդկանց հետ խոսելուց առաջ մի հատ Աստծո հետ խոսի։ Հենց Աստծո հետ որ խոսեց, Աստծո հետ հանդիպեց, մարդկանց հետ արդեն կռիվ չի անի։ Որովհետև ընդ է յուղվել է։ Այն սենակը, որտեղ որ պատկերացրեք, որ ես ասացի, պատկերացրեք մի սենյակ լինի, որտեղ քո հարցերը լուծվում է, ու մենք ամեն օր կվազենք այդ սենյակ։ Այդ սենյակի անունն է ծածուկ սենյակ, այդ սենյակի անունն է Աստծո հետ հանդիպման սենյակ։ Քո անձնական աղոթքի, քո անձնական վերապրման, քո անձնական Աստծո հետ հանդիպման սենյակը։ Ինչի չենք մտնում ամեն օր։ Ինչի չենք վազում ամեն օր։ Միգուցե չենք հավատում։ Միգուցե չենք հավատում, որ այդ սենյակը ոչ թե սենյակն է հարցը, այլ Աստվածը, որ ինքը սպասում է քեզ։ Արդյոք չենք հավատում, որ Տերը լսում է մեզ։ Արդյոք չենք հավատում, որ Տերը պատասխանում է մեզ։ Արդյոք չենք հավատում, որ Տերը կարող է լսի ու կարող է պատասխանի։ Նրա զորությունը չի պակասել։ Խոսքն ասում է կանչիր եւ ես կպատասխանեմ։ Նեղության օրը քեզ կազատեմ։ Եվ դու ինձ կփառավորես։ Աստված ուզում է, որ իրականում դու փառավորես իրան։ Դրա համար ինքը գործում է, ինքը պատասխանում է քո կյանքի մեջ։ Երկրորդ ասում է, օհ Տեր, առաջինը հասկացանք, որ մենք պետքա վազենք։ Եվ այստեղ Գաբես ասում է, եթե օրհնեիր ինձ։ Նա հասկացա, որ իսկական օրհնությունը Աստծուց է գալիս։ Ոչ թե աշխատավարձից։ Ոչ թե, չգիտեմ, ինչից էլ, ումից կամ։ Դժվարությունների ժամանակ որտեղ վազում ես։ Նա վազեց իրականում, որտեղ ինքը ու գիտեք օրհնությունը նա միայն ֆինանսականը չի ու նյութականը չի։ Օրինակ ծառայության մեջ էֆեկտիվ ծառայել, պտղաբեր ծառայել, օրհնությունը։ Երբ որ դու մի բան ձեռնարկես ու հաջողվի օրհնությունը։ Երբ որ դու խոսես ու այդ խոսքերը իրականում իր պտուղը տա, օրհնությունը։ Երբ որ դու խոսես մարդկանց կյանքերը փոխվի, մխիթարվեն, վերականգնվեն օրհնությունը։ Այսինքն այն ինչ որ անես, դրա մեջ հաջողվի։ Օրհնությունը։ Օրհնությունը։ Այնպես չի, որ ես ասում եմ օրհնություն, ուրեմն պարտադիր մենք մեր մտածելակերպի մեջ մի անգամից են նշանն է դոլարի գալի ու օրհնություն այսքան թիվը։ Այն ֆիլմով է հիշում Պանիկովսկի այդ ֆիլմի վերնագիրը ոնց է։ Ոսկե, չէ, 12 աթոռը չի։ Ոսկե հորթը։ Ցելիկը հայկականն է, հորթը այն է։ Ոսկե հորթը։ Հիշում եք շուրային, որ արդեն միլիոն ունի, որ ասպա քեզ ինչքան է պետք երջանիկ լինելու համար։ Այն որ հաց է ուտում, ու սկսում է հաշվել։ Վերջում 5500 եսիմ ինչքան ռուբլի։ 26 կոպեկ։ Երբ որ 50,000 դնում է, գլխարկով որ դնում է, չէ՞։ Շատ անգամ մենք հենց օրհնություն բառը լսում ենք, սկսում ենք հաշվել։ Այսքան ռուբլի, այսքան դոլար, այսքան էս։ Օրհնությունը ավելին է։ Օրհնության մեջ ներառվում է ֆինանսականը նույնպես, բայց օրհնությունը դա չի միայն։ Քո ընտանիքը օրհնություն է։ Դու օրհնություն ես, ուրիշների համար ես օրհնություն։ Օրհնություն դա նշանակում է լինել նույնպես մեկը, որ կարող է օրհնի մեկին։ Դա նույնպես օրհնություն է։ Օրինակ դու երբ որ կարողանում ես քո ընտանիքի մեջ քո երեխային ճիշտ դաստիարակես, դա օրհնություն չի։ Մարդիկ փորձում են չի ստացվում։ Բայց Աստված քեզ իմաստություն է տվել, դու կարողանում ես
ճիշտ դաստիարակել։ Դա օրհնություն է։ Որ քո աչքերը ու քո միտքը բացել է Աստված, որ դու կարող ես տեսնել ու կարող ես ճիշտ մոտենալ քո երեխային ու կարողանում ես ճիշտ ներդրում անես նրա կյանքի ու նրա ապագայի համար։ Այնպես չի ծնողը վատ է մտածում, բայց վերջում ասում է, «Էս խի սենց եղավ։ Էս ինչ էր, էսով սենց բան։ Ես դες բան չեմ սովորացրել, խի սենց բան եղավ»։ Այո, հասարակությունն էլ է իր դերը խաղում, բայց ամենայն դեպս մարդը ձևավորվում է իր ընտանիքի մեջ եւ Տերը օրհնում է ծնողին։ Եթե ծնողը օրհնողի հետ կապ է ունենում։ Դա էլ է օրհնություն։ Դա էլ է Տիրոջ շնորհքը։ Եվ ամեն բանի մեջ մենք կարիք ունենք Տիրոջ շնորհքի, Տիրոջ օրհնության, որ Տերը օգնի մեզ, զորացնի մեզ, օրհնի մեր կյանքը։ Միայն ֆինանսական հարցը չի։ Ամեն բանի մեջ։ Առակաց 10:22-ում ասում է հետևյալ խոսքերը. Տիրոջ օրհնությունն է հարստացնում։ Տիրոջ ինչն է հարստացնում։ Եվ չարչարվել ասում է ոչ մի բան էլ չի ավելացնում։ Տիրոջ օրհնությունն է հարստացնում։ Տիրոջ օրհնության մեջ դա էլ կա։ Հարստանալ էլի մենակ փողը չի։ Հարուստ ես լավ արժեքներով, քո մարդ տեսակով, բարությունով, հարուստ ես թորներով, հարուստ ես երեխեքով, հարուստ ես քո բարի անունով, հարուստ ես, որտեղ խոսքն ասում է բարի անունը շատ գոհարներից էլ թանկ է, դու հարուստ ես, Աստծով ես հարուստ, Աստված ունես քո կյանքի մեջ։ Ես չեմ ասում ֆինանսը պետք չի, համ էլ ֆինանսով հարուստ եղի, բայց Տիրոջ օրհնությունն է հարստացնում։ Հարստության հակառակ աղքատություն, չէ՞։ Աղքատությունը նորից միայն ֆինանսը չի։ Մարդ կարա շատ ֆինանս ունենա, բայց աղքատ մտածելակերպ։ Աղքատ ընկերներ, ոչ թե ֆինանսներով, այլ մակարդակով, բարոյապես։ Աղքատություն դա նշանակում է պակասություն, պակաս։ Հարստացնում Աստծո օրհնությունը։ Ամեն։ Եվ ես նրա օրհնության կարիքն ունեմ։ Եվ ինչ արեց Գաբեսը։ Կանչեց Տիրոջը մեկ։ Եվ աղոթեց, Տեր, եթե օրհնեիր, օրհնեիր մենակ ֆինանսը չի։ Ամեն, ուրեմն կանչիր Տիրոջը։ Եվ Տիրոջ օրհնությունը միշտ հռչակի քո կյանքի վրա։ Աստծո խոսքն ասում է, չէ՞, մենք գիտենք, որ ասում է, իրար օրհնեցեք այս խոսքերով։ Տերն օրհնի քեզ։ Փայլեցնի իր երեսը քեզ վրա, պայծառացնի իր երեսը քեզ վրա, չէ՞։ Խաղաղություն տա քեզ։ Մենք երգ ունենք, չէ՞։ Տերն օրհնի քեզ։ Բահի, ալ հիմա երգենք էդ, էլի։ Հա? Այս օրհնությունը ընդունեք հիմա, երգեք։ Ընդունեք ձեր կյանքի մեջ։ Փայլեցնիր երեսնի քեզ վրա եւ քեզ ողորմի բարձրացնի երեսնիր քեզ վրա խաղաղություն տա քեզ Տերն օրհնի քեզ պահի քեզ փայլեցնի երեսնիր քեզ վրա եւ քեզ ողորմի բարձրացնի երեսնիր քեզ վրա խաղաղություն տա քեզ հաջորդը
օրհնի քեզ։ Եվ Գաբես տաղոթում էր Տեր, եթե օրհներ ինձ։ Սաղմոս 16-11 Դու ինչ ճանաչեցնում ես կյանքի ճանապարհը, քո երեսի առաջին ուրախությունների լիություն կա, եւ քո աշկողմը քաղցրություններ հավիտյան։ Ուրախությունների, մի ուրախության, չէ, ուրախությունների։ Դու ուրախանում ես ծնունդով, ուրախանում ես ընտանիքով, ինչ որ աշխատանքով, ուրախություններ, ինչ որ քո սիրտ ուրախացնում է։ Տիրոջ ներկայության մեջ այդ ուրախությունների, ինչից որ դու ուրախանում ես, դրա լիությունը նրա մոտ է։ Նա օրհնող Աստված է։ Նրա ներկայության մեջ է այդ ամենը։ Դրա համար վազիր Տիրոջ մոտ։ Եվ Գաբեսը վազեց Տիրոջ մոտ։ Նա չնայեց իր անցածի իրավիճակին, որ սաղ օրը ցավ էին կանչում իրան։ Նա լուծեց իր անցած ցավի հարցը։ Նա իր ներկայի մեջ որոշում կայացրեց, թե ինչպես է լինելու իր ապագան։ Բայց նա գիտեր, որ իր ապագան Տիրոջ ձեռքերի մեջ է, որ Տերը պիտի օրհնի։ Նա գնաց Տիրոջ երեսի առաջ եւ ասում էր. եթե օրհնեիր ինձ, Տեր, եթե օրհնեիր ինձ։ Ու երբ որ դու լինում ես օրհնված, այնքան կարևոր է քո սրտի մեջ որոշում կայացնես, դու լինես օրհնություն ուրիշների համար։ Ինչի համար ես ուզում լինես օրհնված։ Տերն օրհնի քեզ, այո։ Տերը պահի քեզ, փայլեցնի իր երեսը քեզ վրա, խաղաղություն տա քեզ, նրա ներկայության մեջ ուրախությունների լիություն կա։ Այո, ունեցիր այդ ամբողջ լիությունը քո կյանքի մեջ։ Որ դա Տիրոջ մեջ է եւ ունեցիր այդ ամենը։ Բայց երբ որ ունենում ես, ունեցիր մարդկանց համար նույնպես։ Ամեն, եղիր օրհնություն ուրիշների համար նույնպես։ Երբ որ Աստված օրհնեց Աբրահամին, նա չասեց, այս իմն է ու վերջ։ Քեզանով էլ կօրհնվեն բոլոր, նա եղավ օրհնություն բոլոր ազգերի համար։ Տերը օրհնեց Աբրահամին, որ լինի օրհնություն ազգերի համար։ Տերը օրհնում է քեզ, որ դու լինես օրհնություն ինչ որ մեկ մարդկանց համար։ Ոչ թե լինես օրհնություն միայն քեզ համար։ Աբրահամը օրհնված էր, ինքը օրհնված էր, բացի դա օրհնություն էր ազգերի համար։ Ամեն, դու էլ եղիր օրհնություն։ Ամեն, օրհնություն մարդկանց համար։ Սա է իրական օրհնությունը լինել օրհնված։ Ամեն, երբ որ լինում ես օրհնված, դու լինում ես օրհնություն, երբ որ քո սրտի մեջ դա կա։ Հաջորդը։ Ասում եթե օրհնեիր ինձ, չէ, հաջորդ ասում է, ընդարձակիր իմ սահմանները։ Ընդարձակիր իմ սահմանները։ Երեք ամեն մեկը սահմաններ ունենք, ամեն մեկս ունենք։ Սա միայն հողի ու տարածքի սահմանների մասին չէր հարցը։ Սա նույնպես նշանակում է օրինակի համար ընդարձակի իմ ազդեցության շրջանակը։ Օծիր ինձ, որ ավելի շատ ես կարողանամ Տիրոջ լույսը տարածեմ։ Տիրոջ ազդեցություն ես երկրի վրա։ Բերեմ, ամեն քո սահմանները ընդարձակվի, մտածելակերպի սահմանները, մտահորիզոնը, զարգացրու քեզ, գոյություն ունի այսպես ինքնակրթություն, ինքնազարգացվածություն, աշխատի քո վրա, աշխատի քո բնավորության վրա, քո սահմանները լայնացնելու վրա, մի բավարարվի քո ներկա վիճակով, աշխատիր։ Բայց ուզում եմ ասել, որ Տերն է օրհնում ու Տերն է ավելացնում, բայց մենք էլ ունենք մեր մասը, մեր անելիքը։ Մի սահմանափակվիր քո եղածով։ Նորից եմ ասում, հենց ասում եմ եղած, այդ չի նշանակում դոլար։ Համ էլ դոլար, լավ։ Միշտ մարդիկ մտածում են իմ մոտ չի ստացվի, ես չեմ կարող։
Մարդ, որը որ սա ամբողջ կյանքի մեջ իրան ցավ են ասել, ինքը մտածեց, որ Տեր իմ մոտ կստացվի, որովհետև Տեր ես քեզ եմ կանչում, որովհետև Տեր դու իմ Աստվածն ես եւ դու կօրհնես ինձ եւ դու իմ սահմանները կլայնացնես։ Երբ որ ասում եմ իմ մոտ չի ստացվի, դա նշանակում է, որ ես մի քիչ չեմ հավատում, որ Աստված իմ հետ է։ Որտեւ եթե Աստված մեզ հետ է, ով է մեր հակառակ։ Դրա համար է Պողոս ասում է ամեն բան կարող եմ վերջակետ զորացնող Քրիստոսով կստացվի, Աստված իմ հետ է։ Ամեն ընդլայնի սահմանները Աստված քո։ Ու Աստված կարող է անի ավելի մեծ բաներ, քան դու պատկերացնում ես։ Եփեսացի 3:20 խոսք եկեք նայենք։ Եփեսացիների թուղթ 3:20։ Բայց նրան, որ կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի, քան որ խնդրում ենք, եւ իմանում այն զորության չափը, որ մեզանում ներգործում է։ Նրան, որ կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի, քան որ խնդրում ենք եւ իմանում։ Նա կարող է անի անգամ քո խնդրվածքից ավելին։ Աստված ավելի մեծ է, քան մեր պատկերացումը, մեր հասկացողությունը։ Եվ նա կարող է անի։ Եվ իրականում Գաբեսը, երբ որ ասում էր ավելացրու իմ սահմանները, մեծացրու իմ սահմանները, Տեր, նա գիտեք, նա կարծես ասում էր, Տեր, մի թողիր ինձ մնամ այն սահմանների մեջ, որոնց մեջ ես հիմա եմ։ Եվ հիմա մենք ամեն մեկս ունենք մեր ներկա։ Մեր ներկա սահմանները, փառք Տիրոջը մեր ներկայի համար։ Այնքան կարևոր է որ սիրտ ունենալ, գոհացող, որ դու կարող ես ներկայի համար գոհանալ։ Գոհանալ ամեն ինչի համար, ինչ որ ունես։ Բայց այնքան կարևոր է որ դու բաց լինես եւ չսահմանափակես ու չմնաս քո ներկա սահմանների վրա։ Այլ աճես։ Ես ուզում եմ ասել հոգևոր աճը նույնպես սահմանների լայնացում է։ Մենք նույնպես նմանվում ենք Տիրոջը, ճիշտ է։ Եվ ես մտածում եմ այստեղ ոչ մեկս դեռ չենք հասել կատարյալ Քրիստոսի հասակի չափին։ Որ սենց տոչ կներեք այդ բառի համար նույնն ենք։ Որ դնում են իրար կողք սենց կա, չէ, ասում ես նույնն է, էլի, նկարը դնում ասում ես ուրիշ մարդ են ուրիշ, ասում նույնն է, չէ, ասում տարբեր մարդիկ են, ասում չէ, նույնն են։ Որ մենք հələ որ չենք հասել, չէ։ Բայց երբ որ դու նմանվում ես նրան, քո սահմաններն էլի լայնանում։ Ամեն։ Եվ մեր աղոթքի կյանքը քո աղոթքի կյանքը ինչքան է։ Դա սահմաններ չի նույնպես։ Վաղը նույնպես մնալու է նույն սահմանների չափ։ Քո հավատքի չափը սահման չի հիմա որ ունես։ Փառք Աստծո այդ որ ունես։ Բայց մի մնա այդ սահմանների չափի մեջ։ Քո ծառայությունը մի մնա այդ սահմանների մեջ, ընդլայնվի։ Բայց դու պետք է կանգնես Տիրոջը, որտեղ հասկանում ենք, որ Տերն է օրհնող Աստվածը, սահմանները լայնացնող Աստվածը։ Պողոս ասում է չգիտեմ ինչ եմ, բայց գիտեմ, ինչ որ եմ, նրա շնորհքով եմ։ Նրա զորությունն է լայնացնում սահմանները։ Բայց մենք ունենք մեր մասը, մեր աշխատանքը մեր վրա, որ մեր սահմանները լայնանա։ Աղոթքի կյանքը, եթե դու չաշխատես քո վրա, խոսքի վրա, չկարդաս, չաղոթես, քո ծառայության վրա, եթե դու ինքդ քո ծառայության մեջ, քո ընթացքի մեջ դու քո սահմանների վրա չաշխատես, ամեն, դա չի լինի։ Եսայի 54:2-ում գրված է, որ քո վրանի տեղը լայնացրու քո վրանի տեղը, ընդարձակիր։ Մենք շուտով գնալու ենք լայն ավելի տեղ, քան այս դահլիճն է։ Լայնացնելու ենք մեր վրանի տեղը։ Ամեն։ Քանի անգամ, 4 անգամ մեծ։ 4 անգամ մեծ։ 4, լավ, 3 անգամ մեծ։ 100, 3 անգամ մեծ, լավ։ Նենց որ դա նշանակում է դու էլ ես լայնանալու։
Այդ նշանակում է գոնե 3 անգամ։ Լայնացնելու ես քո մտածելակերպ։ Խմբակը տելա լայնանալու, գոնե 3 անգամ, 3 տեղ կիսվելու ես։ Բայց մենք գործ ունենք անելու։ Ամեն։ Ընթարցակիր քո վրանի տեղը, գիտեք վրանները ինչպես է կառուցված։ Եթե ուզում ես վրանը լայնանա, ցցերը շատացնում ես։ Ավելացնում ես ցցեր, որից հետո վրանը ցցերից դեպի ցից, հետո պատ ես իջնում, չէ՞։ Ցցերը սյուներն են, սյուները ծառայողներն են։ Եթե մենք ուզում ենք լայնացնենք մեր վրանի տեղը, դարձիր ծառայող։ Ցցերդ ամրացրու, շատացրու։ Ամեն։ Այս տարի ուրեմն մենք կարող է մի դպրոցի սկիզբ լինի, այս տարվանից սկսենք, տարվա վերջ, որը կլինի ծառայողների դպրոց։ Ով ուզում է ծառայի, հիմիկվանից գրանցվեք։ Ցցերը լայնացնելու ենք, շատացնելու ենք։ Ամեն։ Եվ երբեք չսահմանափակես քո մտածելակերպով մեծ Աստծուն։ Միշտ քո պլանների մեջ ավելի մեծ բաներ դիր, քան թե դու կարող ես։ Գիտեք դա ինչ է նշանակում, որ դու չես վստահում քո զորությանը, դու վստահում ես նրա զորությանը։ Որտեվ երբ որ դու դնում ես քո կարողությունների չափով պլաններ, ասես կանեմ, բայց երբ որ դու դնում ես քո կարողությունից մեծ, դու պիտի հավատաս։ Իսկ արդարը հավատքով կապրի։ Ուրեմն քո կարողությունից ավելին երազի, քո կարողություններից ավելի շատ տես, քո կարողությունից ավելին մտածիր։ Դա հավատքի շարժիչ ինչ-որ մի մաս է։ Քեզ կտանի քո երազել, երազանքը, որ դու մտածում ես քո կարողություններից ավելի մեծ, ավելի շատ, դու քո վրա կաշխատես, որ հավատաս, որտեղ դու գիտես Տերը պիտի անի, դու չես կարող անես։ Դու կգտնես Տիրոջը, ամեն։ Հաջորդը ինչ խնդրեց Գաբեսը, թող քո ձեռքը ինձ հետ լինի։ Դա նույնպես կարևոր մաս է։ Տեր, քո ձեռքը ինձ հետ լինի։ Ինչքան ուզում եմ լավ երազեմ, եթե ձեռքդ իմ հետ չլինի։ Գաբեսը հասկացավ, եթե Տիրոջ օրհնությունը կա, բայց Աստծո ներկայությունը չկա, ապա այդ օրհնությունները կարող է վտանգավոր լինել։ Քո ձեռքը ինձ հետ լինի, քո ներկայությունը ինձ հետ լինի։ Լավ ինձ տվեցիր սա, իմ սահմանները ավելացրեցիր։ Ես ունեցա այս, հասա այս բանին, այս բանին, այս բանին։ Ինչ օգուտ, ամբողջ աշխարհը շահեն Պողոսն ասում է, բայց իմ անձը կորցնեմ։ Քո ձեռքը ինձ հետ լինի։ Ամեն քո հաջողությունների մեջ, ամեն ինչի մեջ, Տեր, ես քեզ եմ ուզում։ Քո ներկայությունը, քո ձեռքը։ Ամեն։ Ելիցում, ելից 33:15 եկեք բացենք, ու նայեք Մովսեսն ինչ ասում։ Եթե քո ներկայությունը մեզ հետ չգնա, մեզ այստեղից մի հանի Տեր։ Մովսեսը աղոթում էր, Տեր, եթե քո ներկայությունը մեր հետ չգա, բամե ես ուր եմ գնում առանց քեզ։ Ես չեմ կարա գնամ։ Բայց եթե դու գալիս ես իմ հետ, ես կգնամ։ Պատկերացնում եք, եթե մենք ուզում ենք իրոք ավելի բաներ, դու պետք է ուզես, որ Տիրոջ հետ հասնես։ Կարիերա, այսօր կարիերայի համար եկեք նայենք, նոր սերունդը ամեն ինչ անում է կարիերա ունենալու համար, լավ ես անում։ Ունեցիր, բայց Աստծո հետ եղիր։ Ունեցիր լավ պաշտոն, բայց Աստծո հետ եղիր։ Մարդկա, պատկերացրեք դարել է, ինչ ասեմ, մարզպետ։ Լավ, այս մարզպետարանները փակվում է, չէ, լավ, քաղաքապետ։ Լավ ես արել, դարձիր։ Բայց մի մտածի, չասեն հավատացյալ, լավ, եկեղեցուց մի քիչ թուլացնեմ եկեղեցին, որ այդ հավատացյալ պիտակը չկպցնեմ, վաղը մյուս օր քաղաքապետ կա, բան կա, դառնալ կա, ասեն ես ինչա։ Հա, թող ասեն, Տեր քո ձեռքը իմ հետ լինի, քո ներկայությունը իմ հետ լինի, ես չեմ թաքնվում,
Այո, դու ես բարձրացնելու, դու ես հասցնելու, դու ես կարիերա տալու։ Այո, ինչի՞ չէ։ Ես չեմ ասում ով ինչ քաղաքականություն չեմ ասում։ Լավ, դարձիր մենեջեր, չգիտեմ։ Դարձիր տնօրեն, դարձիր ես ինչ մեգա մոլերի տեր, դարձիր։ Ունեցիր, հասիր։ Բայց Տիրոջ հետ մնա։ Կիրակի օրը արի ծառայության։ Օրինակ չասեն հլնդեն այ գնում այն եկեղեցի ա գնում։ Թող ասեն այն եկեղեցի ա գնում։ Տեր քո ձեռքը ինձ հետ լինի։ Ամեն։ Փառք Տիրոջի։ Սաղմոս 127-ի 1։ Բոլորիս ծանոթ տեղը։ Եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում շինողները։ Տերն է շինողը, Տերն է հասցնողը, Տերն է զորացնողը, ընդարձակողը։ Ամեն։ Նորից վերադառնանք առաջի մնացորդացի 4-րդ գլխի մեջ։ Գաբեսի աղոթքին 9-10 խոսքը, որ ասում է։ Փառավոր էր իր եղբայրներից Գաբեսը, եւ նրա մայրը նրա անունը Գաբես դրեց, ասելով, թե ցավով ծնեցի։ Գաբեսը կանչեց Իսրայելի Աստծուն ասելով. Օ, եթե ինձ օրհնեիր, եւ իմ սահմանը մեծացնեիր, եւ ձեռքդ ինձ հետ լիներ, եւ ինձ չարից ազատեիր։ Մենք հայր մեր աղոթքի մեջ ինչ ենք աղոթում, ազատից մեզ չարից։ Այս աշխարհը չարության մեջ է։ Խոսքն ասում է չար ընկերակցությունը ապականում է բարի վարքը։ Այս աշխարհը այո Աստված մեզ ուղարկեց ոչ թե գնալ այս աշխարհի չար գործերի մեջ, այլ որ մենք առանձնացված լինենք այդ չարությունից։ Տիրոջ համար առանձնացված, որպեսզի կարողանանք չարությունը հեռացնել այնտեղ երկից, որտեղ որ դու կաս, որտեղ դու կլինես։ Բայց մենք գիտենք, որ Տիրոջ ներկայության մեջ, Տիրոջ զորության մեջ, ամեն։ Եվ ինձ տրտմություն չլիներ։ Տրտմություն չլիներ։ Տրտմությունը այն սրտի նեղությունն է։ Հետարքիրը գիտեք որն է, որ այս վերջի խոսքում ասում է. Աստված բերավ նրա վրա նրա խնդրվածքը։ Ուրեմն ասես բան խնդրելը մեղք չի։ Կա չէ որ ասում է ես ես բաներ խնդրեմ, բա մեղք չի այդ ամենը ունենալը։ Չէ, մեղք չի։ Տերն էլ տվեց։ Բոլորը բերեց ու ունեցավ։ Համարցակ եղի քո խնդրվածքների մեջ։ Համարցակ եղի Տիրոջը մոտենալու ուզենալու խնդրելու մեջ։ Համարցակ։ Նա համարցակ, խոսքը Պողոս ասում է, համարցակությամբ մոտեցեք Տիրոջ շնորհքի աթոռին, որտեղից գալիս է Տիրոջ շնորհքը եւ օգնում է մեզ ճիշտ ժամանակին։ Տիրոջ շնորհքով ենք ինչ որ ենք։ Ես չեմ ասում բոլորը միլիոնատեր են լինում։ Ես չեմ ասում բոլորը ինչ որ ամեն մեկ ինչի մեջ որ լինում է, ինչի մեջ էլ որ լինում է Տիրոջ շնորհքով է։ Մեկը լավ խոհարար է Տիրոջ շնորհքով է։ Մեկը լավ դիզայներ է Տիրոջ շնորհքով է։ Բայց դարձիր քո գործի մեջ պրոֆեսիոնալ։ Դրա համար ընդարձակի, ընդլայնվի քո մտածելակերպը, քո սահմանները։ Ինչի մեջ որ կաս, դրա լավը եղիր։ Եվ դրա համար դու կարիք ունես Տիրոջ զորության, որ քեզ տանում է առաջ։ Ամեն։ Մի մնա քո ներկայի սահմանների մեջ։ Քո մտածելակերպով դուրս արի քո ներկայի վիճակից։ Եվ երազի ավելի մեծ բաներ, ավելին, քան դու կարող ես, որովհետև Աստված քո հետ է, Աստված ավելին է, քան մեր մտածելակերպը, մեր ցանկությունները, մեր երազանքները, Աստված ավելին կարող անի քո կյանքի մեջ։ Երազիր շատ, երազիր ավելին։ Ունեցիր արթնության տեսիլք, ունեցիր երազանքներ, որը որ կփոխի երկիրը, երազանքներ, որ կլինի ուրիշների համար նույնպես օրհնություն, այո, քո միջոցով կլինի, որովհետև հայտնվեց մեկը, որ սկսեց երազել, հայտնվեց մեկը, որ հավատաց Աստծուն, ինչպես Աբրահամը, որից հետո հնազանդվեց ու ունեցավ։ Ամեն։ Աբրահամը հավատաց Աստծուն եւ արդարություն համարվեց։ Նա դուրս եկավ չիմանալով ուր է գնում եւ ընդունեց։ Ասում է, այդ ամենը չտեսավ, բայց ունեցածի պես էր։ Բայց մենք տեսնում ենք Աստված
Աստծո ձեռքը Աբրահամի հետ էր, Իսահակի հետ էր, Հակոբի հետ էր, եւ Աստված ասում է. ես եմ Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը։ Եվ նրանով էլ օրհնվեցին ողջ ազգերը։ Այսօր Հիսուսով ունենք փրկություն։ Հիսուսով ունենք Հիսուս, ունենք ամեն ինչ։ Չունենք Հիսուս, ինչ էլ ունենանք, ոչինչ։ Ամեն։ Հալելույա։ Եկեք այդ աղոթքի պես մենք էլ աղոթենք։ Եվ Գաբեսը կանչեց Իսրայելի Աստծուն ասելով. «Ով Տեր, ինձ օրհնիր, իմ սահմանը մեծացրու, եւ եթե եւ ձեռքդ ինձ հետ լիներ, եւ ինձ չարից ազատեիր, որ ինձ տրտմություն չլիներ»։ Տեր, մենք քո առջև ենք կանգնած, մեր Աստված։ Եվ անկախ նրանից ինչպիսին է մեր անցյալը, դու ես մեր ներկան։ Դու ես, որ փոխում ես ամեն բան։ Ընթացք փոխող Աստված ես։ Եվ մենք կանչում ենք, ու կանչում ենք մեր կյանքի մեջ. Տեր, օրհնիր ինձ։ Օրհնիր մեզ։ Եվ մեծացրու այստեղ ամեն մեկի սահմանները, Տեր։ Եվ քո ձեռքը միշտ լինի մեզ հետ։ Եվ ազատիր մեզ չարից, որ մենք չտրտմենք, Տեր։ Եվ մենք հավատում ենք ու վստահում ենք, որ այս ամենը կբերես մեր կյանքի մեջ։ Շնորհակալ ենք, Տեր Հիսուս։ Ողջ փառքը, պատիվը, մեծարանքը քեզ։ Ամեն։